2025 թվականին Մալացիա Սեբաստիա առողջության կենտրոնին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորում եւ 4 տվիչով եվրոպական արտադրության սոնոգրաֆիկ հետազոտության ապարատ։ Սարքավորումները նախկինում, որոնք որ եղել են բավականին հնամաշ, եղել են ոչ թվային։ Նոր սարքավորումներով համալրված է մեր լաբորատորիան, նոր այս սարքավորումները հնարավորություն տալիս են տարբեր հետազոտություններ կատարենք եւ ճիշտ բուժում ստանան մեր բուժառուները։ Օպերացիա են արել, կատարակտա են փոխել, ես հիմա հաճախում եմ աչքի բժիշկի մոտ, շատ ուրախ եմ, որ այսպիսի բժիշկների հետ եմ հանդիպել։ Մենք ստացել ենք բավականին լուրջ սարքավորումներ, որոնք չունեինք նախկինում, կուզենայի ներկայացնեմ մեխոգրաֆիայի մեր սարքը, որը մի քանի ֆունկցիա է կատարում, ուրեմն բեսկան, որով կարողանում ենք աչքի խոռոչը, ուրեմն ուլտրաձայնային հետազոտություն կատարենք, ասկանը, որով կարողանում ենք աչքի առաջահետին առանցքը չափել եւ պախիմետրիկ գործողությունը, որով որոշում ենք եղջերաթաղանթի հաստությունը։ Մենք ունենք իմունոլոգիական, կենսաքիմիական, շրջաբանական, կլինիկական, մանրէաբանական բոլոր ճյուղերով աշխատում ենք, բոլոր անալիզներ իրականացնում է Ավան առողջության կենտրոնում։ Բավականին մեծ քանակով կարողանում ենք իրականացնել հետազոտություններ, նույն օրը պատասխանը պատրաստ է լինում։ Մենք գտնվում ենք հիմա մեր մանկական սենյակում, որը հագեցված է գերժամանակակից սարքերով։ Մենք այստեղ հիմնականում մազանոթային արյան հետ ենք աշխատում, ունենք հրաշալի սարք, լազերային գործիք, որի միջոցով շատ անցավ ծագվում է երեխաների մատիկները, որը որ հեշտացնում է ավելի մեր աշխատանքը եւ գոհունակություն կա ծնողների կողմից։